Եվ այսպես հարգելի բարեկամներ, երեխայի որոնումները դեռ շարունակվում են ամբողջ ուժերով, ներգրաված են ողջ փրկարարական ռեսուրսները, անօդաչու թռչող սարքեր, շներ, ջրասուզակներ, ստորջրյա ռոբոտներ, ջերմային պատկերիչներով ուղղաթիռներ, բայց մինչ այժմ երեխայից որևէ տեղեկություն, որևէ հետք հայտնի չէ։ Այս պահին իրավապահները չբացառելով որևէ վարկած համեմատում եւ վերլուծում են բոլոր հնարավոր սցենարները։ Ամենաքիչ հավանականը, ըստ փորձագետների, մնում է այն վարկածը, թե երեխան պատահական մոլորվել է։ Սակայն հարկ է հաշվի առնել այն փաստը, որ գիտական հաշվարկներով 2 տարեկան երեխան 1 ժամում չի կարող անցնել նույնիսկ 600 մետր, այն էլ իր համար բարդ եւ անհարթ տեղանքում։ Այդ պարագայում որոնողները վաղուց պետք է գոնե որևէ հետք հայտնաբերած լինեին, հագուստի կտոր, հետքեր հողում կամ մեկ այլ նշան։ Ծնողները եւ շատ քաղաքացիներ հակված են, որ տեղի ունեցածը պատահական մոլորվել կամ դժբախտ պատահար չէ, այլ պլանավորված առևանգում։ Այս վարկածը օրորի սկսում է առավել կշիռ ստանալ, քանի որ այսքան որոնումները թե գետում, թե հարակից անտառապատ վայրերում, թե տներից մինչև լքված շինություններ ամբողջ ռեսուրսով դեռ որևէ արդյունք չի տվել։ Իսկ քանի որ կոնկրետ մարդ չկա, ում կարելի է կասկածել, այս դեպքում ենթադրվում է, որ երեխան կարող է ընտրված լինել պատահական։ Բարեկամներ, այս օրերին ամբողջ Հայաստանին եւ ամբողջ հայությանը մոլորակի տարբեր մասերում ապրող մի հարց է տանջում. որտեղ է փոքրիկ Տիգրանը։ Լավ, ինչ եղավ երեխայի ճակատագիրը, ինչպես մի քանի րոպեում տան մոտակայքից նա անհետացավ, թողնելով մի շարք հարցեր եւ վարկածներ, որոնց պատասխանները տալու համար մի ամբողջ ազգ սրտացավ փնտրում է օր ու գիշեր, չխնայելով առհասարակ ոչինչ։ Հայրը Նորայր Պետրոսյանը լրագրողի հետ հարցազրույցում ասաց, որ երեխան իրենցից հեռու չէր գնում, առավել եւս գետի կողմ։ Ըստ մեկ այլ վարկածի, որին սկզբում հակված էին շատերը, նա է, որ երբ Տիգրանը իր 4-ամյա քույրիկի հետ խաղալիս է եղել հարևանուհի Տիկին Ժուլետի տանը, կարճ ժամանակ անց երեխաները դուրս են եկել, որ գնան տուն, բայց տուն հասնում է միայն քույրիկը, առանց Տիգրանի։ Հենց այդ ժամանակ ենթադրվում է, որ Տիգրանը առանձնացել է քույրիկից եւ որոշել է զբոսնել, գնալով գետի կողմ եւ անզգուշաբար ընկել գետը։ Սա հավանական վարկած է եւ ամենևին էլ չի բացառվում, սակայն անհասկանալին այն է, որ մինչ օրս չի հայտնաբերվել որևէ իր, որևէ հետք, որը կփաստեր դա։ Տեղի բնակիչների մի մասը տեղեկացրել էր, որ դեպքի օրը գյուղում նկատվել են անծանոթ անձիկ, մեքենաներ, նաև գնչուներ, ովքեր նախկինում եւս այցելել են գյուղ, հագուստ կամ այլ ապրանքներ վաճառելու նպատակով։ Իրավապահները ստուգել են տասնյակ մեքենաներ, հարցաքննել տասնյակ անձանց, սակայն ներկայումս որևէ ուղղակի կապ այս տեղեկատվության եւ երեխայի անհետացման միջև իրավապահների կողմից չի արձանագրվել։ Սակայն իրավապահները շարունակում են աշխատել առանց որևէ վարկած բացառելով։ Փրկարարները եւ կամավորական խմբերը իրականացնում են հսկայածավալ որոնողական գործողություններ օր ու գիշեր, ուժեղացված աշխատանքներ են կատարվում աղբյուրակի ջրամբարում, հայտնաբերելու որևէ հետք։ Մանրակրկիտ մի քանի անգամ ստուգվել եւ ստուգվում է գետի գրեթե յուրաքանչյուր սանտիմետր։ Ստուգվում են ոչ միայն մոտակա տարածքները, այլ ավելի ընդլայնված, որի մեջ ներառում են նաև լքված շինություններ։ Բայց չնայած այս քրտնաջան հսկայական տարվող աշխատանքներին, մինչ օրս չի հայտնաբերվել գեթ 1 հետք, որը կփաստեր, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Բարեկամներ, այս գործի բացառիկ լայն տարածումը պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով։ Նախ այն, որ մինչ օրս որևէ հստակ հետք չի հայտնաբերվել, որը կարող էր հաստատել դժբախտ պատահարի վարկածը, ավելացնում է կասկածներն առևանգման հնարավորության վերաբերյալ։ Իրավապահ մարմինները չեն բացառում որևէ սցենար, սակայն բազմաթիվ հանգամանքներ առաջ են բերում հարցադրումներ, որոնք ավելի են ուժեղացնում կանխամտածված գործողության վարկածը։ Այս դեպքի լայն արձագանքը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետությունում անվտանգային բարձր միջավայրով։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների 2025 թվականի տվյալներով Հայաստանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում, զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ Եթե հաշվարկենք ըստ բնակչության թվաքանակի, մեր երկիրը նույնիսկ 5-րդ տեղում է։ Սա շատ բարձր ցուցանիշ է,
որը գերազանցում է անգամ ոչ ավել ոչ պակաս բազմաթիվ զարգացած եվրոպական պետությունների տվյալները։ Իսկ ամենագլխավոր պատճառը, որ այս դեպքը շատ լայն տարածում է ստացել, դա միանշանակ մեր ազգի համախմբումն է, հատկապես նման բարդ եւ ցավոտ իրավիճակներում։ Բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, սպասենք լավ լուրի։